Բարև ձեզ բոլորին, ձեր հետ Արայ Գեյմինգը եւ այսօր մենք խաղալու ենք FK Mobile։ Խաղալու ենք մեր սիրելի Սկուտելնի լագեր։ Եվ խաղալու ենք 4-րդ ռաունդը։ 4-րդ ռաունդի կարելի ասել խաղում ենք ֆինալը Պուտոճի 25 թմով։ Ապա մենք 3 նյութ եմ գցել այս FK Mobile-ով, ինչ խաղում եմ, ոնց եմ խաղում Սկուտելնի լագեր, եւ այսօր այս նյութը նորից կշարունակվի եւ խաղալու ենք ռաունդ 4-ը։ Գնացինք։ Անցած խաղին մենք հաղթեցինք 1-0 հաշվով եւ հասանք 4-րդ ռաունդ։ Ապա այստեղ կոմանդա 1 այսի Թազա Սաբիցիա է, անունը Code Neon, Code Neon-ի կոմանդա 1-ով են խաղում, բայց կարծում եմ հեշտ կլինի։ Տեսնենք ինչպիսի սաստավում են խաղալու։ Տեսեք, Մարադոնա, Օսիմհեն, Տադիչ, մի քիչ վտանգավոր է, կարող ենք պարտվել, բայց ոչինչ։ Մարադոնայի մոտ է արդեն խաղը սկսված է եւ նաեւ Մարադոնայի մոտ է։ Գնդակը հիմա Կոկչու, Մուր, փոխանցում Գորեցկա, երկար փոխանցում դեպի Պեդրոյի, հետո Պեդրոն փոխանցեց Վիկտոր Օսիմհենին եւ Վիկտոր Օսիմհենի մոտ գնդակը չհասավ։ Ապա գնդակը Մեսսիի մոտ է։ Մեսսի գնում է առաջ, փոխանցեց Ժամալ Մուսիալային եւ Մուսիալա գոլ։ 1-0 արդեն 11-րդ րոպեին գոլ է խփում Ժամալ Մուսիալան։ Դիտենք նրա հրաշք գոլը։ Շրջանցեց երկու խաղացողներին եւ հարվածեց եւ մի հրաշք գոլ ստեղծեց։ Երկու խաղացողին անցավ, շրջանցեց եւ հետո էլ հարվածեց եւ որը ավարտվեց գոլով, իսկ վրատարը չկարողացավ պահել։ Ինչեւ իմ խոսալու ընթացքում արդեն Վիկտոր Օսիմհենը պատասխան գոլն է խփում։ Դիտենք, ապա Կոկչուն փոխանցեց Օսիմհենին եւ Օսիմհենը հարվածեց գոլ։ Հաշիվը 1-1 է։ Հաշիվը 1-1 է, տեսնենք ինչով կավարտվի այս խաղը, քանիս։ Ապա վտանգավոր էր, բայց այս գրոհը Ջոնաթան Տան կտրեց, փոխանցեց Մեսսին Ռոնալդոն եւ Մեսսիի մոտ եւ հայտնվեց Մեսսիի մոտ, գնդակը կորցրեցինք։ Ջոնաթան Տան խլում է գնդակը, բայց Ալեքսանդր Արնոլդը հետ է բերում իր թիմի գնդակը։ Ժամալ Մուսիալա փոխանցում Լեոնել Մեսսի, Մեսսին գնում է առաջ, նրան չի կարողանում պահել այս նետո, Մեսսին փորձեց փոխանցել եւ շատ գեղեցիկ գոլ խփեց Ռոնալդոն, բայց այստեղ մեկ նյուանս կար, որը Ռոնալդոն օֆսայդի մեջ էր։ Սելս փոխանցում Մուր, Գորեցկան չհասցրեց փոխանցել եւ օգտվում ենք սխալից, բայց նորից օֆսայդ։ Բաբի Մուր փոխանցում Հյուշեն, Կոկչու փոխանցում Պեդրոյին, Մարադոնա փոխանցեց Օսիմհենին, բայց Օսիմյանը չկարողացավ վերցնել գնդակը։ Այստեղ Կոկչուն է խլում, բայց Ջոնաթան Տա էլի փրկում է։ Ռոնալդո փորձում է
փորձում էր փոխանցել Մուսիալային, Добавлена բայց 1 минута չկարողացավ։ компенсированного времени. Տադիչ փոխանցում Օսիմհեն, Օսիմհեն փոխանցում Կոկչու եւ գնդակը խլվում է։ Նաեւ առաջին խաղի կեսն է ավարտվում։ Շուտով կսկսվի երկրորդ խաղի կեսը։ Կոկչուի տեղը մտնում է Նակատան, շատ վտանգավոր խաղացող է։ Մենք էլ մի փոփոխություն կանենք, բայց լավ խաղացողներ չունենք։ Продолжается наш матч, второй тайм. Լիոնել Մեսի շրջանցեց մեկին, բայց չկարողացավ Նատոին շրջանցել։ Месси. Նատոին հետ ենք թողնում։ Մեսին փորձում է շրջանցել Նակատային։ Եվ այստեղ վտանգավոր հարված էր, բայց գոլով չավարտվեց։ Սելս փոխանցում Մուր, Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ, Գորեցկա, Տադիչ, Գորեցկա, Մուր, Գորեցկայի մոտ էր էլի հայտնվում գնդակը, բայց գնդակը խլում ենք եւ գնում ենք գրոհի։ Լիոնել Մեսի փոխանցում Ռոնալդո եւ էլի օֆսայդ։ Ինչու է ամեն անգամ հաշվում օֆսայդ։ Սելս էլի Սելսը կսկսի այս խաղը, կսկսի ոչ առաջին անգամ։ Սելս փոխանցում շատ առաջ փոխանցեց։ Հիմա էլ պետք է գնար Ռոնալդոյի մոտ, որը օֆսայդի մեջ չէր, բայց գնդակը չհասավ դեպի նրան։ Սելս, Հյուժն, Նակատա, Գորեցկա, Օսիմհեն։ Այստեղ Վալվերդեն խլում է գնդակը, Յամալ, Ռոնալդո, Վիրց, վտանգավոր է Վիրց 2-1։ 66-րդ րոպեին Բայերի լեգենդար խաղացողը գոլ է խփում։ Դիտենք նորից գոլի դրվագը։ Յամալ փոխանցում Ռոնալդո, Ռոնալդո փոխանցում Վիրց եւ Վիրց գոլ։ Շատ գեղեցիկ գոլ է խփում։ Այստեղ Մեսին կփոխվի Սակայի հետ։ Տեսնենք ինչպես կշարժվի խաղը հետո։ Նակատա, Գորեցկա, այստեղ Էմբումը, նաև ասեմ, ես մի քանի մարդկանց ֆուտբոլիստների անունները լավ չեմ կարողանում կարդալ, դրա համար խնդրում եմ չգրեք կոմենտներում, որ վատ է վիդեոն, բայց մինչև իմ խոսը նույնպես, ինչպես առաջին գոլի հետ, ինչպես ես իմ խոսալու ընթացքում նրանք էլի գոլ են խփում եւ հաշիվը դարձնում 2-2։ Վիրց փորձում է Մարադոնային արդեն շրջանցել է, փոխանցում Սակա եւ գնդակը չկարողացավ պահել դաշտում։ Նակատա փոխանցում Գորեցկա, փոխանցում Էմբուեմո, ապա Էմբուեմոն էլ չկարողացավ պահել գնդակը դաշտի մեջ եւ Վիրցը կփոխվի Գրիզմանի հետ։ Ապա Յամալ շատ առաջ փոխանցեց, Գրիզմանը չհասավ գնդակին։ Ապա Պեդրո, Մարադոնա, Մետետա, Էմբուեմո, այստեղ Տուգանային հարված 90-րդ րոպեին, տեսնենք Մարադոնա, փոխանցում Գորեցկա, հարվածեց Գորեցկան և գոլ չեղավ։ 90-րդ րոպեն ավարտված է, գնում ենք դեպի 15 րոպե, արդեն дополнительное время, ավելորդ ժամանակ կարելի ասել, Գորեցկա, Նակատա, Պեդրո, Նատո, Հյուլժն, Պեդրո, Նակատա, Գորեցկա, փոխանցեց Մարադոնային և Ռյուդիգերը գնդակը խլեց։ Հերնանդեզ չկարողացավ փակել Էմբուեմոին,
Հիմա էլ մենք աուտ ենք հաշելու Антонио Рюдигер. Վալվերդե, Գրիզման, Յամալ, Ռոնալդո շրջանցեց Գորեցկային, փոխանցեց Մուսիալային, բայց նկատան խլում է։ Պեդրո փոխանցում այստեղ Էմբուեմոին, բայց Էմբուեմոն չասել գնդակին։ Совершен счет ничейный. Ապա պետք է Մուսիալային փոխենք, եկեք Նիկո Վիլյամսին դնենք, բերենք մեր սաստավ։ Չորրորդ թայմը սկսված է, գնդակի մոտ է Սական, որը կորցնում է գնդակը, հիմա Էմբուեմո, փոխանցում Գորեցկա, Էմբուեմո նորից, այստեղ շատ վտանգավոր է, և Ռյուդիգեր Դոննարուման փրկում է, կարելի ասել ամբողջ խաղը։ Նատո փորձում է խլել գնդակը Սակայից, բայց ապա շրջանցեց երկու խաղացողին, բայց երրորդին Ռոնալդոն շրջանցեց, որն էլ Սելսն էր։ Այստեղ էլ Նիկո Վիլյամս չկարողացավ հարվածել, հիմա էլ Դիագո Մարադոնայի մոտ է։ Հիմա այստեղ էլ 120-րդ րոպեն էլ ավարտվում է, կտեսնենք պենալներում։ Էմբուեմո հարված և շեղ է հարվածում Էմբուեմոն։ Հիմա Բուկայո Սակա Սելս։ Բուկայո Սական էլ է շեղ հարվածում, բարձր ավելի ճիշտ։ Նակատա վրատարը փրկում է, Դոննարուման այս խաղի լեգենդն է։ Եկեք փորձենք մեջտեղ խփել, և այո, մեջտեղ հարվածով են կարողանում գոլ խփել, կարծում եմ նա էլ կխփի մեջտեղ, ոչ, Նիկո Վիլյամս, շատ բարձր է հարվածում Նիկո Վիլյամսը, Պեդրո հարված և Ջանլուիջի Դոննարուման փրկում է։ Կրիստիանո Ռոնալդո, նա չի կարող ծուռ խփել։ Նա չի կարող, նա փաստորեն Ռոնալդոն էլ պենալներ չի խփում։ Դիագո Մարադոնա, հարված, Դոննարուման փրկում է, նորից։ Այս հարվածից ամեն ինչ կորոշվի։ Այս խաղը, եթե Ֆեդերիկո Վալվերդեն ճիշտ հարված կատարեց, մենք կհաղթենք։ Հարված և գոլ, գոլ, տեսեք, մենք ինչ լեգենդարնի սև, ինչ լեգենդա է Դոննարուման, երկու սև սկզբում, հետո նա հակառակորդ թիմը գոլ է խփում, և հետո Ջանլուիջի Դոննարուման էլի երկու սև է անում, և իր թիմը հանում այս գավաթի։ Կրիստիանո Ռոնալդոն ամենաշատ գոլ խփողն է, իսկ Լամին Յամալը ամենաշատ գոլային փոխանցում կատարողը։ Ապա տեսնում ենք, որ 2 մասկերանոներ ենք ստանում և 3 միլիոն մանետ։ Եվ կարող ենք այսքանով ավարտել, ձեր հետ էր Արայի Գեյմինգը, ստեյսյուն ձեզ։